իրենք գիտեն, որ ուղղակի անհնար է իրենց վերարտադրվելը, որովհետև մեր հասարակությունը, մեր ժողովուրդը, մեր սոցհարցումները, բոլորը նաև ժողովրդի վերաբերմունք ցույց է տալիս, որ իրենք որևիցե շանս չունեն երրորդ անգամ գնալու, չեմ էլ ուզում ասեմ իշխանության, երրորդ անգամ գնալու պետական բյուջեն մսխելու։ Ու ամենացավալին ինչն է, նույն Նիկոլ Փաշինյանը ժամանակին, երբ որ խոսում էր աղքատությունից, երբ որ խոսում էր պետական պաշտոնյաներից, երբ որ խոսում էր կոռուպցիաներից, դեռ ուրիշ մարդ էր։ Իրականում այնքան ինչ ասեմ հաճելի, բայց լավ բաներ ասում էր, այո, լիքը արտահայտություններ էր հայտարարում էր, բայց հիմա դրիվ դրա հագարակն է։ Ու իրոք այս պարգևաճանորեն դեպքում, երբ որ օրինակ Շիրակի մարզում մենք ունենք 43% աղքատություն, դա էլ իրենց տված թվերն են, այնպես չի որ ես ինձ եմ որոշել, եկել եմ Շիրակի մարզից, ասում մեր մոտ բնակչության կեսը աղքատ է կամ ծայրահեղ աղքատ է։ Դուք պատկերացնում եք ենթադրյալ մոտ 200 կամ 220 հազար մարդ կա, մոտավորապես 90 կամ 100 հազարը սոված է կամ կոմունալի հնարավորություն չունի։ Մարդկանց մոտ ոնց որ երկու բան է դրած, կոմունալները վճարեն, թե հաց ուտեն։ Չեն լսում Փաշինյանի խոսքը, որ ասում է, բանը ասում է, թող գնան աշխատեն, աղքատությունը ձեր գլխում է։ Ոնց որ գործել չկա, որ աշխատեն։ Գործ չկա, պետք չի տալիս։ Չկա, չէ, մենք էլ ենք ճիշտ ընկած ման ենք գալիս, ոնց որ չի ստացվում։ Բա այդ աշխատատեղերը, որ խոստանում էր, ասում էր։ Դե ինքը բոլոր խոստվածները իսկ այդպես հագարակն է արել։ Հիմա ասում աշխատատեղ կստեղծվի, այսինքն աշխատատեղ չի ստեղծվելու։ Արցախ Հայաստանը եւ վերջ, Արցախ Հայաստան չէ եւ վերջ։ Շիրակի մարզում ո՞նց ընդունեցին այս 7-8 միլիոն դրամների պարգևատրումները, այն որ Գալյանը նույնիսկ չէր հիշում 7 միլիոններ, 6 միլիոններ, ասենք որ 7000 դրամի մասին խոսք լիներ։ Ո՞նց ընդունեցին, ասեցին, վայ ջիգարը տուտե, մարի ճակատդ պաչեմ Փաշինյան ջան, որ մեզ թոշակ չես տալիս, բան թե ասենք ինչ ասեցին։ Չէ, միանշանակ, երբ որ ես մեր քաղաքացիների հետ շփվում եմ, հիմա կորձից բերումով նաև օրվա մեջ եթե սուտ չխոսեմ, մոտ 50 հոգի հոտ հանդիպում եմ, բոլորի մոտ տարակուսանք է, որ ու բոլորը իմ հետ միակարծիք են, որ եթե երկրում ամեն ինչ լավ է, քավրիցի թող ստանան։ Մենք չենք պատրաստում ուրիշի փողեր հաշվել, չենք էլ ուզում, բայց մենք չպետք է ունենանք երեխաներ կամ ընտանիքներ, ովքեր սոված են։ Մենք չպետք է ունենանք նման տեսակի մեծ ծավալի արտագաղթ, գործազրկություն, սոված մարդիկ, գումար չունենալու պատճառով հիվանդանոցներ չգնացող, հնարավորություն չունենալու պատճառով չամուսնացող ընտանիքներ, ու այս ամենի հետ մեկտեղ, երբ որ բնակչության թիվը օրեցօր պակասում է, երբ որ ժողովրդի ձեռքը գումար չկա ու այդ պարագայում իրենք իրենցից ասում են դե աշխատել ենք, բայց հարցոք մենք մեր ձեզ որ հայ ժողովուրդը քվ է տվել նախատեսել էր ձեզ աշխատավարձ անգամ տասնապատիկ պրեմիաներ թե չէ։